Պարոն Աբինյան, սա թերևս մի փոքր ինձ համար անսովոր ձևաչափ է, հաշվի առնելով, որ ձեզ հետ առաջին ինտերվյուն ունեցել եմ տաղավարում, հանդիպել ենք տաղավարում, հիմա այստեղ ենք քաղաքապետարանի բակում, ընդհանրապես ինչպես եք վերաբերվում անսովոր իրավիճակներին, ենթադրում եմ, որ քաղաքը ղեկավարելը նաև ենթադրում է, որ հաճախ կարող եք բախվել անսովոր իրավիճակների։ Անսովոր իրավիճակները հիմնականում նորմա են, այսինքն քաղաքային կառավարման process-ում ամենօրյա ռեժիմով այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք որ քեզ ստիպում են սովորել, որ միշտ այդպես է լինելու եւ հետեւապես պետք է լինել հանգիստ, պետք է լինել հավասարակշռված եւ մոտենալ բոլոր խնդիրներին, sense փուլ առ փուլ։ Այսինքն կարողանում եք կառավարել ձեր էմոցիաները։ Այդ հատվածում խնդիր չեմ ունեցել երբեք։ Լավ, պարոն Աբինյան, հիմա մենք էս հետաքրքիր կարելի է ասել մեքենայի շատ հետաքրքիր եւ դիզայնով եւ նաեւ այս սարքավորումը ինչ որ տանիքին մեքենայի, սա ինչ մեքենա է, սա Երևան քաղաքի առաջին արհեստական բանականությամբ քարտեզավորող ավտոմեքենան է։ Եվ այս ավտոմեքենան համալրված է լիդար սարքավորումներով 5 տեսախցիկներով եւ այս մեքենան 3 հիմնական մակարդակներից օդի մակարդակ, գետնի մակարդակ եւ գետնի տակի մակարդակի գետնի մակարդակում աշխատանք իրականացնող ավտոմեքենան է լինելու։ Մասնավորապես այս սարքավորումները, որոնք որ տեղադրված են ավտոմեքենայի վրա, մեզ թույլ են տալու քարտեզավորել Երևան քաղաքում արկա տարատեսակ խնդիրներ։ Օրինակ, հենց նույն փոսերը, նույն ճաքերը ասֆալտի, ապօրինի գովազդները եւ այս ավտոմեքենան դա անելու է ավտոմատ կերպով։ Կարելի ասել չէ ամենատես, հա։ Հենց այդպես էլ իրեն կոչել ենք Երևան AI, այսինքն Երևանի արհեստական աչքը։ Այո։ Սարքը առանձին է, թե միանգամից փաստորեն կահավորված է եղել։ Ինքը առանձին ամրակցվում է ավտոմեքենաներին, այս նույն սարքերից կարող ենք ունենալ դրոնի վրա եւ այսինքն ինքը բավական ունիվերսալ է, բայց կոնկրետ հենց այս ավտոմեքենային է հարմարեցված ամբողջ սարքավորումները եւ այսօր մենք միասին կփոխենք։ Ես էդ էի ասում, ուզում եի ասել անսովոր մի առաջարկ ունեմ, որ մի հատ տեստ անենք մեքենան։ Դե ինչ գնացինք։ Պարոն Աբինյան, հասցրել եք արդեն գործարկել, շահագործել ես մեքենան։ Մենք այսօր միասին առաջին անգամ փորձարկում ենք ավտոմեքենան եւ իրականում շուտով նաև կգնանք եւ արդյունքները կտեսնենք, թե ինչ նյութեր է մեզ տալի ավտոմեքենայի։ Ինչա ֆիքսում, ինչ հնարավորություն ունի։ Արված աշխատանք։ Բայց ամենակարևորը իրականում ոչ թե այս ավտոմեքենան է, այլ այն համակարգը, որին ինքը փոխանցում է տվյալները։ Դա մեր GIS համակարգն է, որը արդեն տենց ներդրել ենք մոտավորապես տարի ու կես առաջ եւ շարունակաբար զարգացնում ենք։ Դարմացվում է։ Այո, տարբեր շերտեր են մեզ տալիս, քաղաքի կանաչ գոտիները, քաղաքի կանգառասրահները, ավտոբուսների ուղղությունները, հենց բուն ավտոբուսները, իրենց շարժը, աղբատար մեքենաների շարժը, աղբամանները բոլոր։ Եվ այդպես շարունակ ենթակառուցվածքները, քաղաքացիների բողոքները կետային քարտեզի վրա որտեղ Փոսերը, այո։ Փոսերի մասին դեռ կխոսենք։ Այո։ Ովքեր կարող են օգտվել այդ համակարգից, քաղաքացիները սովորական այդ համակարգից կարող են օգտվել։ Մենք արդեն սկսել ենք հրապարակել տարբեր քարտեզի շերտեր, մասնավորապես արդեն հրապարակել ենք Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը եւ յուրաքանչյուր անձ իր կադաստրային ծածկագիրը մուտք անելով կարող է տեսնել, թե իր հողամասը Երևան քաղաքում ինչ նշանակություն ունի, ինչ նպատակային նշանակություն ունի, ինչ գործառնական նշանակություն ունի։ Մենք հրապարակել ենք ինժեներային երկրաբանական քարտեզը քաղաքի Եվ այս հիմնականում այս քարտեզները շատ կարևոր են իհարկե ճարտարապետական եւ ինժեներական ընկերությունների համար, ովքեր որ աշխատում են հենց այս բուն քարտեզների հետ, բայց նաեւ բազմաթիվ այլ քարտեզներ ունենք հրապարակած, օրինակի համար մեր
օդի որակի չափիչ սարքերից ստացվող տվյալները, որոնք որ դեռևս 2024 թվականից են հրապարակել եւ արդեն նույնիսկ զարգացրել ենք այդ հարթակը, նույնիսկ կարողանում ենք կանխատեսումներ անել, թե ապագայում օդի որակը ինչ մակարդակի է լինելու Երևան քաղաքում եւ կախված հիմնականում բնակլիմայական մեր պայմաններից այդ օրերին, այսինքն նմանատիպ կանխատեսումներ են կարողանում նաեւ իրականացնել։ Ճիշտն ասած, ուզում եմ հիշել, այստեղ փոխհալեցման աշխատանքներ արվել են, թե չէ կոնկրետ այս Բողոկայում։ Վստահաբար տարբեր հատվածներում արդեն իսկ արվել են փոխհալեցման աշխատանքներ, բայց իրականում հիմա մենք դեռևս փետրվար ամիսն է, Երևան քաղաքի համար նույնիսկ տենց այս ծավալի աշխատանքը այս ամսին մի քիչ անսովոր է, որովհետեւ դրանից է կներեք, պարոն քաղաքապետ, ուզում խոսել, որ շատ մեծ բում արեց, հա, այդ փոսի թեման, մեծ աղմուկ բարձրացավ մեդիա դաշտում, սոցհարթակներում, բոլորը գրում էին, որ քաղաքային իշխանությունները անտարբեր են, ուշադրություն չեն դարձնում քաղաքում գոյացած փոսերի վրա, որ վթարի են ենթարկվում մարդկանց մեքենաները, մարդիկ են տուժում եւ այլն, բայց իրականում, եթե ես չեմ սխալվում, գոնե անցած տարի, նախանցած տարի ես միշտ այդ փոսերը տեսել եմ, այսինքն այդ փոսերը միշտ գոյացել են ձմեռը, ձմռան ավարտին։ Երևի թե անցած տարի ոչ այնքան շատ, ինչքան նախանցած տարի, բայց երևի նաև այս տարի ամենաշատ քանակի խնդիրն ենք ունեցել։ Եվ իրականում դրանք հիմնականում պայմանավորված են այս ձմեռ մեր տեղումներով, ջերմաստիճանի տատանումներով եւ իրականում հիմնականում մեր մոտ փոսերը առաջացել են ոչ թե օրինակ նախորդ կամ դրա 2024 թվականին ասֆալտապատված հատվածներում կամ միջին նորոգում արված ճանապարհներին, այլ են հատվածներում, որտեղ որ մենք որևէ բան չենք արել, այսինքն մասնավորապես ճանապարհները Երևան քաղաքի ճանապարհային ցանցը մոտավորապես շատ կոպիտ հաշվարկով 1200 կիլոմետր է եւ իրականում մենք տարվա ընթացքում հասցնում ենք լավագույն դեպքում հիմնանորոգել կամ միջին նորոգման աշխատանք անել մոտավորապես 50 կիլոմետրի վրա բայց հիմնական մեր նպատակը այն է, որ տարեցտարի այդ թիվը ավելացնենք, որովհետև միջին նորոգման դեպքում փոսալեցման մեծ խնդիր այդ հատվածում այլևս չենք ունենում։ Բայց մինչև դրան անդրադառնալը, օրինակ բոլորը խոսում էին որակից, որ այդ ասֆալտը անորական, նույնիսկ շահարկում էին ձեր տան արչեւի այդ հատվածի ասֆալտի թեման, որ այդտեղ լավ են արել ասֆալտ, դրա համար փոսեր չեն գոյացել, որ որակը լավը չէր, չգիտեմ, այնտեղ հաստությունը ասֆալտի շերտի, որ 7-ի փոխարեն 5 էր, չգիտեմ 5-ի փոխարեն 3 էր, այս բոլոր շահարկումներին, քննադատություններին դուք հետևում եք սոցհարթակներում։ Ես պարբերաբար իհարկե հիմնական եւ կարեւոր հարցերին այնուամենայնիվ պետք է հետևեմ, պարտավոր եմ հետևել, բայց այն քննադատությունը, որ մեր տան մեր տան մոտ ասֆալտը որակով էր, իրականում այդ ասֆալտը արվել է մինչև մեր այդ տուն տեղափոխվել է եւ դա մեր միջին նորոգման աշխատանքն է։ Այսինքն իրականում միջին նորոգման սա գալիս ապացուցելու ինչ ասում եմ, միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու դեպքում մենք կարելի ասել տենց մի քանի տարով վստահաբար ասֆալտի որակի խնդիրը կարողանում ենք լուծել, բայց օրինակ հենց այդ նույն մեր տան հատվածում կա Գյուրջան փողոցը, որը միացնում է Նորք Մարաշը, նոր վարչական շրջանին, եւ այնտեղ ասֆալտի շերտը արված է կարելի ասել հենց հողի վրա եւ հին ժամանակներից հենց այդպես է։ Այսինքն ինքը ամեն տարի անկախ ձմեռվա պայմաններից ինքը մեկը գարնանը արդեն վատ վիճակայվում է։ Եվ այս մեր ճանապարհային ցանցի հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ մենք ունենք շատ փողոցներ, որոնց հենց հիմնարար աշխատանքը, գրունտային աշխատանքը լավ արված չի ի սկզբանե։ Այսինքն ինչ որ մի լուծում է տրված եւ պարզ է, որ որոշակի պարբերականությամբ
այդտեղ առաջանալու են փոսային, այո, խնդիրներ։ Այսինքն այդ փոսերը գոյանում են եւ դրանք լցվում են գարնանը, հա, որպես կանոն, ես ինչքան հասկանում եմ, բայց այս պարագային մենք դա շուտ սկսեցինք, այսինքն քաղաքապետարան։ Մենք այս տարի շատ կարևոր կանխատեսման աշխատանք իրականացրեցինք, հստակ հասկացանք, թե որ օրերին են մեզ մոտ բացվելու, այսպես ասած, օրերը, արևոտ օրերը, եղանակային պայմանները մեզ թույլ են տալու անել ասֆալտապատման աշխատանք եւ մեր հաղթող այդ ընկերություններին, կապալառուներին էականորեն նախորդ տեղեկացրեցինք, որ մենք պահանջելու ենք փետրվար ամսվա կեսից ասֆալտապատման աշխատանքներ։ Մի քիչ իրենց համար էլ էր ստրեսային, որովհետև ասֆալտի գործարանները փետրվար ամսին երևի Երևանում երբևէ չեն աշխատել, բայց այնուամենայնիվ իրենք էլ, քանի որ իմանալով, որ այս եղանակային պայմաններն են ունենալու, իրենք բավարար չափով պատրաստություններ տեսան։ Հիմա մենք հերթով փուլ առ փուլ են հիմնական ամենածանր խնդիրները կարելի ասել արդեն իսկ փակել ենք, բայց փոսային աշխատանքներից մեր հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ մենք անցում կատարենք հիմնարար նորոգումների եւ ամեն տարի մենք հիմնարար նորոգվող ճանապարհների քանակը քաղաքում ավելացնելու ենք։ Բայց մինչև այդ թեմային անդրադառնալ, օրինակ շատ շարժվեց նաև այս փոսալցման աշխատանքների թեման, բլոգերներ։ Արտոմ ջան, ես մի բան ասեմ, միշտ ամեն ինչ շարժվելու է, այսինքն մենք եթե միայն շարժումների վրա կենտրոնանանք, մենք ստիպված ենք լինելու միայն այդ օրակարգը սպասարկել եւ դա չի լինելու։ Ես հասկանում եմ։ Նպաստ քաղաքի շարժումները նորմալ են եւ բնական են եւ մարդիկ այո պետք է բողոքեն շատ դեպքերում նաեւ կարող է արդարացի չլինել այդ բողոքը, բայց այնուամենայնիվ պատասխանատու անձինք մենք ենք եւ բողոքելուց այո մեզ պետք է բողոքեն եւ մեզանից եմ որպես լրագրող էլ նաեւ անդրադառնալ այդ թեմային, օրինակ ասում էին, որ այդ փոսալցման աշխատանքներն էլ որակով չեն, վերահսկողություն չկա, պիտում չկա, չգիտեմ ինչ կա, տարբեր տեսանյութեր հայտնվեցին եւ այլն, դուք էլ կորսակարգավարական նիստում անդրադարձակ այդ թեմային, ընդհանրապես վերահսկողություն իրականացվում է այդ փոսալցման աշխատանքների ժամանակ վարչական շրջանների կողմից, չգիտեմ, ինչ որ մարդիկ կան, որ գնում են ու հետևում են ոնց է այդ գործը արվում, հետո ձեզ են ներկայացնում, բայց ես ուզում եմ այդ բիտումի թեմային էլ մենք անդրադառնանք ու այդ աշխատանքներին էլ ինչ տեխնոլոգիայով է արվում եւ ինչքանով է վերահսկվում այդ գործը, թե չէ կարող են գալ լցնել այդ փոսը մի ձև, հա, լցնել այդ փոսը գնալ։ Մեզ մոտ մի կարևոր սկզբունք է դրված, որ աշխատանքը եթե չի տեսալուսանկարահանվում սկզբից մինչև վերջ, այդ փոսային արված աշխատանքի համար վճարում չենք կատարում։ Այսինքն մեզ մոտ վերահսկողության ամենապարզ մեթոդը, այս այն դեպքն եմ ասում, եթե նույնիսկ մարդը կողքները կանգնած չի, գլխին կանգնած չի, որովհետև հա, տարբեր միջադեպեր ունենում ենք։ Հիմնականում նմանատիպ խնդիր չկա։ Այսինքն այն խնդիրը, որ նկարագրում եք դուք, դա հենց նույնիսկ այդ ընկերություններին ձեռնտու չի այդպես անել, որովհետև այդ աշխատանքի համար իրենք չեն վարձատրվել։ Եվ նաև կա երաշխիքային սպասարկում, բոլոր կապալառուները մեզ տալիս են բանկային երաշխիք եւ մենք օրինակ այս տարի նախորդ տարվա փոսալցման աշխատանքներ իրականացնող կապալառու ընկերություններին պարտավորեցրել ենք այն հատվածներում, որտեղ որ հավելյալ խնդիր է առաջացել իրենց արված աշխատանքի պատճառով պարտավորեցնել ենք նորից վերականգնել, բայց դրանք շատ փոքր թիվ են կազմում, այսինքն հիմնականում այն աշխատանքը, որը արվել է նախորդ տարի, դրա նախորդ տարի հիմնականում ինքը այստեղ արվել են փոսալցման, ես տեսնում եմ արդեն, որ սրանք բայց տեսեք, սրանք ամբողջական եւ հիմնարար աշխատանք չի արված։ Այս աշխատանքը մենք համարում ենք ժամանակավոր, այսինքն կապալառու ընկերությունը ժամանակավորապես խնդիրը լուծում է, մինչև գա եւ հիմնարար կերպով կտրի այդ հատվածը եւ իրականացնի փոսալցման աշխատանք։ Այդ հիմնարարի մասին խոսենք, պարոն Ավինյան,
Մեր երկրում մեծ ծրագիր իրականացվեց ճանապարհաշինական, մասնավորապես 18 թվականից հետո, սկսեցին 18-ից թե 19-ից, արդեն լավ չեմ հիշում։ Հիմա մարզային ճանապարհներ, այդ միջմարզային ճանապարհները շատ լավ վիճակում են, վարորդները իրենք են ասում, որ հաճույք են ստանում, որ կոմֆորտ է եւ այլն վայելում են, բայց Երևանը խնդիր մնաց ամեն դեպքում։ Բայց մայրաքաղաքի հարիր չեն, հա, երևի մի քիչ եթե կոպիտ արտահայտվում այս ճանապարհները, երբ ենք ունենալու արդեն նոր տեխնոլոգիաներով բարեկարգված, ասֆալտապատված ճանապարհներ, որոնք համենայն դեպս երկար կծառայեն մեզ։ Մենք էլ այդ հաճույքը կստանանք որպես վարորդ։ Իրականում 2018 թվականից մենք որոշակի խնդիր էինք գրել, այն ժամանակ ես Հայաստանի Հանրապետության փոխվարչապետն էի, ով նաև համակարգում էր ճանապարհաշինական ուղղությունը եւ ոլորտը, եւ 2018 թվականին մենք խնդիր էինք դրել միջին նորոգման աշխատանք եւ հիմնանորոգման աշխատանք իրականացնել նվազագույնը 300 կիլոմետր ճանապարհների վրա։ 2019 թվականից այդ թիվը դարձավ 500 կիլոմետր եւ եթե անկեղծ լինեմ, այդտեղ կար մեր սխալը, որ մենք Երևանը կարելի ասել այդ ընդհանուր ծրագրից դուրս թողեցինք եւ հիմնարար աշխատանքներ Երևանում սկսել են իրականացվել մի 2-3 տարի առաջ 23-ից այո 23-ից 22-ից սկսեցինք նախապատրաստվել եւ 23-ից սկսեցինք իրականացնել այսինքն այդ մեծ ծավալի եւ ամբողջական նախագծով արվող աշխատանքները մի քանի տարի է որ իրականացնում ենք Երևանում։ Դրանից առաջ հիմնականում դա արվել է փոսալցման ֆորմատով, մի քիչ ավելի լայն փոսալցման ֆորմատով եւ այդպես շարունակ։ Բայց կարծում եմ նաեւ այն ֆինանսական միջոցները, որ մենք գեներացնում ենք այս վերջի տարիներին, որ մենք ավելացրել ենք եկամուտները, թույլ են տալի մեզ նաեւ ծավալներ ասֆալտապատման աշխատանքների ավելացնել եւ որոշ ժամանակ հետո մենք նույն իրավիճակը կարելի ասել կունենանք ինչ որ հանրապետական մակարդակում։ Այստեղ երկրորդ խնդիրն էլ ունենք, որը որ շատ դեպքերում անտեսանելի է եւ այդ խնդիրը կայանում է նրանում, որ մեր ճանապարհների տակով ահռելի քանակի ենթակառուցվածքներ են անցնում, այսինքն գոյուղատար համակարգեր, ջրագծեր, լույս, գազ, ինտերնետ տարբեր հատվածներում, տարատեսակ լարեր, միացումներ, ահռելի համակարգ։ Ինքը այդ երրորդ շերտն է, որի մասին խոսում էի, գետնի տակի շերտը եւ մենք մի համակարգ էլ այդ շերտը հասկանալու համար ենք գնել։ Հիմա նայենք, այս լարերը Արտյոմ ջան, իրենք էլի կրկին ինչ որ մի փուլում պետք է անցնեն գետնի տակ, ինչպես մենք իրականացնում ենք մեր 28 փողոցների ծրագիրը, մենք պետք է հասկանանք, որ որոշակի այս խրամուղի ափորվելու այստեղ խողովակ ենք էլի անցկացնելու, այդ խրամուղին, որ փորում ենք ասֆալտի վիճակը ավելի ավատացնելու եւ այդպես շարունակ։ Այս լարերը, պարոն Ավինյան, էլեկտրալարերը, օրինակ ինձ համար ամենայն դեպս շատ կարևոր են։ Ես մտածում եմ, որ մեր սրանք էլեկտրալարեր չեն, հիմնականում ինտերնետա։ Ինտերնետա, այո, ինտերնետա։ Բայց խոսքը այդ էլեկտրալարերի նաև մասին է, չէ՞, որ այդ պետքա ստորգետնի անցկացվեն, որովհետև ամենավոչ էսթետիկ պատկերն ուներ մեր քաղաքի նկարներում, անընդհատ երևում էին դրանք ու եւ էսթետիկ չէին, եւ անվտանգ չէին, եւ այլն, եւ քաղաքակիրթ չէին, այսպես կարող եմ թվարկել։ Ու ես շատ ուրախացա, որ այդ գործը սկսվեց կենտրոնից, չէ՞, եթե ես չեմ սխալվում։ Հիմա շարունակվելու է, ոնց հասկանում եմ։ Մենք այդ ծրագիրը կարելի ասել շատ հին ծրագիր էր, որը որ տենց ոնց սկսել էր, այդ նույն կետում կանգնել էր եւ չէր իրականացվում 2022 թվականին տեմպ տվեցինք որոշակի եւ սկսեցինք իրականացնել այն մի քանի լավ փողոց ունենք, որ ամբողջական իրականացրել ենք, այսինքն օրինակ նույն Ամիրյան փողոցը, որտեղ բոլոր լարերը, ոչ թե գրեթե բոլոր լարերը վերացված են,
այս պահին իրականացվում է Աբովյան փողոցում, մոտավորապես 7-8 փողոց ունենք, որ ամբողջապես արել ենք արդեն եւ ունենք ընթացիկ նաեւ փողոցներ, որտեղ որ անում ենք եւ հաջորդ փուլով մենք տեղափոխվելու ենք վարչական շրջաններ, որովհետեւ այս նույն աշխատանքը պետք է իրականացնենք նաեւ մնացած վարչական շրջաններում, որովհետեւ այդ էսթետիկ տեսքը միայն կենտրոնին չպետք է վերաբերվի, այսինքն այդ էսթետիկ տեսքը նաեւ խաթարված է, օրինակ նույն հիմա մենք Երևանի վարչական շրջանում ենք եւ ինչքան տգեղ է լարերը, այսինքն փուլ առ փուլ բոլոր լարերը պետք է անցկացնենք գետնի տակ։ Շատ եմ լսել, որ ասում էին պետքա ճիշտ անցկացնել, այնտեղ հատուկ տեխնոլոգիա կա, այդ փորձը ուսումնասիրվել է, հետաքրքիր է ոնց են անցկացնում։ Այո, մենք իրականում մեր հաղթող ընկերությունը ֆինական ընկերություն է եղել, որը որ իրականացրել է ծրագիրը նախնական, մեր երկհաղլույսի աշխատակիցներն էլ համապատասխանաբար որոշակի գիտելիք այս process-ում ձեռք են բերել եւ իրականում հիմա արդեն մենք մեր ուժերով ենք անցկացնում լարերը գետնի տակ, այսինքն մեր կարողությունները արդեն բավարար են, գիտելիքը բավարար է, որ այդ աշխատանքն իրականացնենք։ Այդ ենթակառուցվածքները, պարոն Ավինյան, փաստորեն խորհրդային տարիներին են, չէ՞ ստեղծվել։ Այո, դրանք ասենք տասնյակ տարիների պատմություն ունեն։ Այդ խողովակներ, կոյուղատար համակարգ, չգիտեմ, ջրատար, հեղեղատար համակարգ, դրանք մաշվում են, չէ՞, ֆիզիկապես մաշվում են։ Լավ, եթե հիմա արտաքին փայլը ապահովենք, այսինքն այդ ասֆալտը լինի, դուք եք ասում, որ պետքա սկսել այդ տեղից, հա, այսինքն այդ համակարգը արտիականացնել, բայց դա մեծ ահռելի աշխատանք է, ոնց եք պատկերացնում, ոնց պետքա արվի այդ ամեն ինչը։ Այստեղ երևի շատ կարևոր կլինի հստակեցնել, թե ով ինչ պետք է անի։ Իրականում Երևան քաղաքում մենք շաբաթական ունենում ենք մոտավորապես 400 կոյուղու վթար։ Եվ բայց մյուս կողմից էլ Երևանի քաղաքապետարանը հենց բուն կոյուղիների հետ կապված շատ մեծ անելիք իրավական տեսանկյունից չունի, որովհետև կոյուղիները նրանք հիմնականում պետգույք են, պետական սեփականություն են, մեծ մասն էլ հանձնված է Veolia ջրին, օպերատորին, բայց քանի որ մենք այնուամենայնիվ ունենում ենք 400 շաբաթական վթար, մենք հասկացանք, որ ուղղակի ձեռքները ծալած չենք կարող նստել եւ 2023 թվականից Երևանի քաղաքապետարանը բյուջեում տող ավելացրեց եւ սկսեց կառուցել կոյուղատար համակարգեր կամ հիմնանորոգել դրանք։ Եվ 2 տարի շարունակ մենք մոտավորապես 13-ից 15 կիլոմետր քաղաքում կոյուղատար համակարգեր փոխեցինք։ Երևանը ինչ կարգավիճակով է մասնակցում այդ ծրագրին, աջակցում է փաստորեն ինքը։ Կարելի է ասել Երևանը առաջին քայլն է արել այդ ուղղությամբ, այդ կոյուղատար համակարգերը վերափոխելու եւ նորերը կառուցելու, որովհետեւ մինչ այդ արվում էր, այսպես ասած, կրակի մարում, անընդհատ միտեղ վթար կար, երկար եւ դժվար այդ վթարը վերացվում էր ինչ որ կերպ։ Մենք հիմնարար աշխատանքը սկսել ենք 2023 թվականից։ Հետո կառավարության գործընկերների հետ խոսել ենք եւ կառավարությունը 2025 թվականից ֆինանսավորում է հատկացրել, արդեն կառավարությունը նույնպես մեծ ծավալի սկսել է ֆինանսավորում հատկացնել այդ համակարգերի հիմնանորոգման համար, ինչպես նաեւ Veolia-ն ինքը նույնպես ֆինանսավորում է հատկացրել այդ համակարգերը հիմնանորոգելու համար։ Բայց մենք դեռևս շարունակում ենք նույնպես ֆինանսավորել, որովհետև խնդրի ծավալը բավականին մեծ է։ Մենք մոտավորապես 160 կիլոմետր կոյուղատար համակարգեր պետք է կառուցենք կամ փոխարինենք քաղաքում։ Այսինքն դա հենց ռեալ մեծ ծրագիր է, մեծ ծրագիր է։ Դրանից զատ կարող եմ խոսել հեղեղատար համակարգերի մասին, որոնք կրկին քաղաքային գույք չեն, բայց մենք այդտեղ նույնպես ունենք ծրագրեր եւ անում ենք ծրագրեր, բայց ամենամեծ նաեւ մեր խնդիրները առաջանում են Բայց խնդիրների դեպքում, պարոն Ավինյան, սլաքները առաջին հերթին ուղղվում են քաղաքային իշխանությանը, քաղաքապետարանին, չէ՞, անձրև, չգիտեմ։ Ես անկեղծ ուրախանում եմ, երբ որ մեզանից են պահանջում եւ մեզանից են բողոքում։ Ու շատ հաճախ մարդիկ չգիտեն, ես որ լուրերում աշխատում ենք, մենք շատ էինք անդրադառնում, որպես ռեպորտաժների, հա, ընթացքում բողոքում են ու պահանջում են քաղաքապետարանից։
Մենք Երևան քաղաքում փոխարինել ենք 2560 վերելակ եւ մնացել է փոխարինման ենթակա 1822-ը։ Այդ ծրագիրը Երևանի քաղաքապետարանը չի իրականացնում, որովհետև ինքը պարտավոր է դա անել։ Այդ ծրագիրը իրականացնում է, որովհետև հասկանում է, որ այն մարմինը համատիրությունները ուղղակի ունակ չեն դա անել։ Եվ երբ որ մենք սկսեցինք օրողատար Կոպիտ ասած դուք դա կարող եք եւ չանել։ Ոչ թե կարող ենք եւ չանել, մենք այսպես ձևակերպենք։ Մենք պարտավոր չենք անել իրավական տեսանկյունից, բայց եթե դա մեր քաղաքի հիմնարար խնդիրներից մեկն է, ոնց կարող ենք մենք դա չանել։ Եվ իրականում մեր մոտեցումը գլոբալ եղել է այսպիսին, եթե քաղաքում կա ինչ-որ գլոբալ խնդիր, դա այնուամենայնիվ անկախ իրավական ձևակերպումից, դա առաջին հերթին Երևանի քաղաքապետարանի խնդիրն է։ Այո, պետք է տարանջատել եւ պետք է համապատասխան մարմիններին նվազագույնը տեղեկացնել, որ սա դուք եք պարտավոր անել, հարգելիներս, բայց նաեւ խորշել եւ առհասարակ միայն դրանով սահմանափակվել, հորդորներով սահմանափակվել, կարծում եմ նույնպես ճիշտ չի։ Եվ հետեւապես մենք ավելի պրոակտիվ մոտեցում ենք ցուցաբերում, այսինքն խնդիրների սկսում ենք լուծում տալ եւ ցույց տալ, որ լուծումը հնարավոր է եւ այդքան վախենալու չի խնդիրը։ Իսկ այդ համագործակցության մեջ այդ օպերատորների հետ, ասենք Վիոլայի, դուք խնդիր չունեք, այսինքն դուք կարողանում եք համագործակցել միասին, ինչ որ սուրանկյուններ կան այդտեղ։ Միշտ կան սուրանկյուններ, միշտ կան դժգոհություններ, միգուցե միմյանցից, բայց իրականում Երևանի քաղաքապետարանը տարիներ շարունակ խստացրել է իր պահանջները կենսահապահովման ընկերությունների կապալառուների նկատմամբ։ Ինչ է սա նշանակում։ Օրինակ 2023 թվականին մենք մի ահռելի մեծ ծրագիր ենք իրականացրել Վեոլայի, Գազպրոմի եւ հայկական էլեկտրական ցանցերի հետ համատեղ, որով որ Երևան քաղաքին նոր կառուցվող թաղամասերին ապահովել ենք գազով, լույսով եւ ջրով։ Եվ իրականում, եթե այդ կետում մենք այդ ծրագիրը չանեինք, հիմա դեռևս կան թաղամասեր, որոնք որ ունեն որոշ խնդիրներ, օրինակ գազը դեռ միացված չի, չգիտեմ, կամ ինչ որ խնդիրներ ունեն այլ ջրի միացման հետ դեռևս, բայց շահագործման հանձնված չեն։ Եվ այդ թաղամասերը ուղղակի որևէ ենթակառուցվածքի միացման հնարավորություն չէին ունենալու այսօր։ Եթե 2023 թվականին այդ մեծածավալ աշխատանքը մենք միասին չիրականացնեինք։ Եվ այդտեղ նաև մեծ դեր ունեին կառուցապատողների միությունը, մենք բոլորին մի հարկի տակ հավաքեցինք, մաքսիմալ պարզ թույլտվությունները եւ մնացյալ բյուրոկրատիան կազմակերպեցինք եւ տարբեր գազաբաշխիչ կայաններից նոր մագիստրալներ ներդրվեցին, փողոցները մեր խրամուղիներով, տենց մեծ խրամուղիներով իրականում քանդեցինք, եթե կհիշեք Ազատության պողոտան, Հալաբյան փողոցը եւ տենց մեծ խնդիրներ էր առաջացել այն ժամանակ, բայց այդ ծրագրով մենք ապահովեցինք այս նոր կառուցվող թաղամասերի գազը, լույսը եւ ջուրը։ Եվ իրականում ինչքան էլ որ դա խնդիր չառաջացրեց, այնք կենսական հարցեր էին, որոնք որ պետք է լուծեինք այդ ժամանակ։ Բայց նաև այդ փորձից ելնելով, այդ մեծ ծավալի աշխատանքի փորձից ելնելով, մենք խստացրեցինք նաև ասֆալտի վերականգնման աշխատանքների նկատմամբ մեր պահանջները։ Եվ երբ որ կապալառու ընկերությունները վերականգնում են ասֆալտը, իրենք պարտավոր են այդ նույնիսկ այդ ծայրերով բիտումապատել եւ աշխատանքը վերջնական չի ընդունվում, եթե այդ ամբողջ հավաքանու որոշման պահանջներին չի համապատասխանում։ Այսինքն իրականում ձեռնտու է բոլորին անել որակյալ աշխատանք, որովհետեւ անելով անորակ աշխատանք առաջին հերթին իրենք են տուժելու, որովհետեւ տուգանվելու են, որովհետեւ միգուցե չեն վճարվելու եւ այդպես շարունակ։ Այսինքն համակարգի տրամաբանությունը կառուցված է այնպես, որ շինարարներին ձեռնտու լինի անել որակյալ աշխատանք։ Բայց դրա հետ զուգահեռ մենք մեկ է արձանագրում ենք, որ անհասկանալի պատճառներով մեկ է որոշ դեպքերում, իհարկե դիսկրետ դեպքերում դա համատարած չի, բայց որոշ դեպքերում մեկ է այտենց արվում է անորակ աշխատանք։
Այս ընթացքում մենք ամենօրյա ռեժիմով ստանում ենք տեղեկություններ խնդիրների մասին եւ այլն, ահազանգում են դեպոսերը ամենաակտուալ թեմաներ, բնականաբար վերջին շաբաթների, բայց գլոբալ այսօր արդեն 25 թվականին, որոնք են առաջնային ծրագրերը, ամենամեծ առաջնահերթությունները քաղաքապետի եւ քաղաքապետարանի համար։ Մեր առաջնային խնդիրները կարծում եմ վերաբերում են աճող ավտոմոբիլային պարկին Երևան քաղաքում եւ ընդհանուր տրանսպորտային խնդիրներին։ Դրա մասին էլ ենք ստանում։ Եվ իրականում մեզ մոտ տարեկան մոտավորապես 10-ից 12,000 նոր մարդատար ավտոմեքենաներ են ավելանում քաղաքում գրանցված, այն չեմ ասում 10-ից 12,000 նոր, որոնք որ դառնում են մեր երթևեկության մասնակից։ Եվ իրականում մենք պետք է շարունակաբար մեր հանրային տրանսպորտի բարեփոխումները իրականացնելով այստեղ էլ են կտրել աշխատում են շուտով բերելու են լցնեն։ Այսա արդեն հիմնարար աշխատանքի առաջին փուլն է։ Մեր հիմնական խնդիրը կայանում է, որպեսզի հանրային տրանսպորտը էականորեն ավելի հարմար դառնա, քան մարդատար ավտոմեքենայով տեղաշարժվելը Երևան քաղաքում։ Եվ իրականում մեր բոլոր ծրագրերը, այսպես թե այնպես, փոխկապակցված են այս նպատակի հետ։ Որովհետև եթե օրինակ մեկ ավտոմեքենան 1 կամ 2 մարդ է տեղափոխում, մեր մեկ ավտոբուսը 60-ից 80, եւ ստացվում է որ մեկ ավտոբուսը կարող է 60 ավտոմեքենա փոխարինել։ Դրա համար մենք այս տարի օրինակ 12 մետրանոց 45 նոր տրոլեյբուսներ ենք ձեռք բերել, որոնք որ շուտով կհասնեն Երևան, եւ նաեւ այն բոլոր ծրագրերը, որ նախկինում ենք իրականացրել։ Երկրորդ խնդիրը երևի թե ամենաշատ մտահոգություն առաջացնող օդի որակի խնդիրն է, եւ դեռևս 2023 թվականին դրա մասին էլ է շատ խոսվում։ Մենք մեր տված խոստումը իրականացրել ենք եւ Երևան քաղաքում տեղադրել ենք մոտավորապես 180 օդի որակի չափիչ սարքեր, որոնք որ միացված են մեր GIS համակարգին եւ հասանելի են նաեւ մարդկանց, այսինքն մարդիկ կարող են հետևել եւ կարող են տեսնել օդի որակի տեղաշարժերին Երևան քաղաքում։ Բայց որն ամենակարևորն է, մենք մինչև այդ պահը, մինչև 2024 թվականը, կարելի ասել չենք ունեցել փաստական տվյալներ Երևան քաղաքում օդի վերաբերյալ։ Եվ տարբեր ժամանակներ, չգիտեմ 80-ականներից սկսած Երևան քաղաքում օդի որակի վերաբերյալ մտահոգություններ բարձրաձայնվել են, բայց դրանք փաստական հենք չեն ունեցել։ Հիմա մենք շատ բավարար չափով կարելի ասել փաստական հենք ունենք, որ գոնե նախնական տրամաբանությունը հասկանանք, որն է պատճառը, որ մեզ մոտ նոյեմբերից մարտ ամիսների ընթացքում լինում են օրեր, որ օդի որակը իրապես շատ վատն է լինում։ Եվ հիմնական պատճառը բնակլիմայական է։ Որովհետև պատկերացրեք, սա միայն Երևանին չի վերաբերում։ Սա վերաբերում է ամբողջ Արարատյան գոգավորությանը, նույն, չգիտեմ, Արտաշատին, Վեդիին, Թուրքիայում գտնվող տարածքներին։ Մենք սենց պատկերացրեք մի հատ փոքր սենց հարթավայրում ենք գտնվում եւ ունենք մի շերտ, որը կոչվում է մթնոլորտային առաստաղ։ Այս շերտը ամառվա ժամանակահատվածում մոտավորապես լինում է 1000-1200 մետր բարձրության վրա։ Այս մթնոլորտային առաստաղը արդեն մի քիչ ցուրտ ամիսներին իջնում է եւ հասնում է մոտավորապես մինչեւ 80 մետր Այդ օտարևութաբաններն են ասում, այսինքն դա սա արդեն ուսումնասիրված, հետազոտված նույնիսկ այս առաստաղի տեղաշարժը կարելի է կանխատեսել եւ մեր հարթակում մարդիկ կարող են տեսնել, թե այս առաստաղը ինչպես է շարժվելու եւ դրանից ինչ է փոխվելու քաղաքում օդի որակի տեսանկյունից։ Եվ երբ որ այս առաստաղը իջնում է, պատկերացրեք գազը ոնց է սեղմվում եւ խտանում։ Այս օդում բոլոր վատ նյութերը եւ մասնավորապես 2.5 փոշին, PM2.5 փոշին խտանում է հենց մեր այսպես ասած բնական շերտում։ Բայց իհարկե վստահաբար մենք այդ օդի որակում այդ փոշու ծավալը մենք ինքներս
որոշ չափով դրան նպաստում ենք։ Իրականում եւ մենք եւ մեր հարևանները, այսինքն հարևան երկրներից նույնպես գալիս է, բավական մեծ ծավալի, մեր դիրքավորման հետևանքով այդ առաստաղը երբ որ իջնում է, այդ ամբողջ վատ օդը մեզ վրա խտանում է որոշ օրերին։ Բայց օրինակ այսօր բավականին տվյալ ունենք հիմա։ Այո, բավականին օդի որակը լավն է, այսինքն լավի միջակայքում։ Սա նշանակում է, որ առաստաղը բարձր է համեմատաբար։ Բայց այստեղ պետք է խոսեմ նաև շինարարությունից, որտեղ շատերը ասում են, որ շինարարությունն էլ կապ ունի, շինաղ, չգիտեմ ոնց են տանում այդ։ Ես մեկ-մեկ որ նայում եմ, ասենք զարմանում եմ, ասենք ոնց կարելի է տենց տեղափոխել այդ շինարարական աղբը կամ այդ նյութերը, որ տեղափոխում են, այսինքն դրանք փակված չեն, հերմետիկ չի եւ այլն։ Այս առումով կա վերահսկողություն։ Այո, կա եւ կրկին այդտեղ էլ մենք շարունակաբար խստացնում ենք այդ վերահսկողությունը, իսկ նոր օրենսդրական մեր նախաձեռնություններով նմանատիպ խախտումների համար 70,000 դրամ տուգանքի փոխարեն մոտավորապես տուգանքը դառնում է 1.5 միլիոն դրամ։ Եվ իրականում այստեղ շատ դեպքերում նաև մեր կառուցապատողները օգտվում են օրենքի, այսպես ասած, այն հնարավորությունից, որ տուգանվելու դեպքում իրանք շատ փոքր թվով են տուգանվում, իսկ օրինակ ցանցեր անցկացնելը իրենց վրա նստելու է 7 միլիոն դրամ ենթադրենք, պատրաստ է թեկուզ տասնյակ անգամներ տուգանվել այդ 70,000 դրամով, բայց ծախսը չիրականացնել։ Մենք որոշակիորեն սրա այս process-ի վրա ներազդում ենք ավականու այլ որոշումներով, մասնավորապես մենք սկսել ենք արտոնություններ տալ պարտաճանաչ շինարարներին, այսինքն մենք օրինակ շինարարության երկարաձգման դիմումների համար ունենք մեծ վճարներ, ահռելի մեծ վճարներ եւ բոլոր այն մարդկանց, ովքեր որ խախտում են մեր սահմանած կանոնները, ցանցերի տեղադրումը, այս օդի որակի չափիչ սարքերի տեղադրումը, նոր պահանջ ունենք այն օդամղիչ այսպես ասած թնդանոթները, որոնք որ խոնավություն են տարածում շինհրապարակի վրա, որպեսզի փոշին նստի, դա նոր պահանջ ենք դրել։ Դրանք չիրականացնելու դեպքում մենք այն արտոնությունը չենք տալիս, ինչ որ կտայինք այն ընկերություններին, ովքեր որ պատշաճ կերպով են կազմակերպում իրենց շինհրապարակները։ Բայց այստեղ նաև մի կարևոր ճշմարտություն պետք է ասեմ, որը որ կարծում եմ ընկալման տեսանկյունից մի քիչ ոչ պոպուլար լինի, շինարարությունը մեր այս ձմեռվա ամիսների օդի որակի խնդրի տեսանկյունից Երևան քաղաքում իրականացվող շինարարությունը շատ մեծ դեր չունի, որովհետև տեսեք, օրինակ գարնան ամիսներին, ամռան ամիսներին շատ ավելի ինտենսիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում, բայց օդի որակը գտնվում է լավ մակարդակում, այսինքն իրենց չափաբաժինը այդտեղ այն չափաբաժնի մասին չի, եւ մեր հիմնական խնդիրը PM2.5-ն է, շինարարական փոշին PM10-ն է, այսինքն այդտեղ որոշակի տարբերություն կա։ Շինարարությունից խոսեցինք, պարոն Ավինյան, օրինակ ես մտածում եմ նրա մասին, որ շատ չի խեղդված արդեն քաղաքում շինարարությունը, խեղդում է քաղաքը շինարարությունը, այդ դուրս է գալիս ավելի քաղաք։ Դե պարզ է շինարարությունը նաև ինչ որ առումով տնտեսության ցուցիչ է, բայց դա շատ չի արդեն կենտրոնում, չպիտի արդեն մի քիչ դուրս գա Երևանի սահմաններից կամ հեռանա, հա, կենտրոնից։ Իրականում կարծում եմ այդտեղ տեղ ունենք մենք դեռ, հա։ Իրականում շուկան կարգավորելու համար, եթե չեմ սխալվում 2022 թվականին մենք կայացրեցինք որոշումներ, որով որ Երևան քաղաքից եկամտային հարկի վերադարձով կառուցապատումները հանեցինք։ Այսինքն մենք ուղղորդեցինք դեպի մարզեր, դեպի այլ քաղաքներ, այլ համայնքներ շինարարությունը, բայց նաև պետք է հասկանանք, որ որոշակի պահանջարկ շարունակում է մնալ Երևանում, եւ այդ պահանջարկը մենք կարգավորում ենք ճարտարապետական խորհրդով, այսինքն մեզ մոտ կան 5 ճարտարապետներ, ովքեր որտեղ չի խաթարվում շատ դեպքերում այդ դիմագիծը ճարտարապետական, օրինակ երբեմն ես աբսուրդային ինչ որ բաների եմ հանդիպում
Ես գիտեմ, որ Եվրոպայում քաղաքակիրթ աշխարհում շատ խիստ է դրված այդ հարցը, որտեղ ինչ կառուցել, որտեղ ինչ տրամաբանությամբ, շատ տարբեր մոտեցումներ կան քաղաքներ, որոնք որ շատ պահպանողական են եւ շատ ինտենսիվ զարգացում չեն թույլ տալիս, այսինքն մաքսիմում ինչ թույլ են տալիս, ծայրամասերում են թույլ տալիս, եւ կան նույն Լոնդոնի նման քաղաքներ, որոնք որ մաքսիմալ լիբերալ են, մոտենում քաղաքաշինական հարցին։ Ես կարող եմ ասել, որ մենք գտնվում ենք մեջտեղում, այսինքն մեզ մոտ շատ լիբերալ չի, շատ դեպքերում ճարտարապետական խորհուրդը բավական կոշտ ոչ է ասում այն թաղամասերին, որոնք որ քաղաքաշինական առումով մի քիչ ծանրաբեռնում են, մի քիչ նույնիսկ տեսքի առումով խնդիր են ստեղծում տարածքում, բայց նաև որոշ դեպքերում նաև որոշ բալանսը պետք է ճիշտ լինի ժամանակակիցի ու եղած արժեքների մեր նոր գլխավոր հատակագծի վրա, որը որ արդեն իսկ հրապարակված է, բոլորը կարող են տեսնել, եւ ճարտարապետական խորհրդի կարծիքի վրա։ Եվ մեզ մոտ ճարտարապետական խորհուրդն էլ 5 հոգուց բաղկացած 6 ամիսը մեկ մի անց փոխվում է։ Այսինքն որպեսզի մենք կարողանանք բայց իրենք պրոֆեսիոնալներ են։ Իրենք պրոֆեսիոնալ ճարտարապետներ են, բոլորը մեծ ստաժով եւ ծրագրեր իրականացրած նույն Երևան քաղաքում, Երևան քաղաքից դուրս, բայց իրենք նույնպես 6 ամիսը մեկ մի հոգի փոխարինվում են, որպեսզի մենք ընդհանուր ճարտարապետական մեր հանրության կարծիքը կարողանանք ունենալ Երևանի քաղաքապետարանում։ Այսինքն մենք կարելի ասել շարժվում ենք այն տրամաբանությամբ, ինչ թելադրում է մեր ճարտարապետական հանրույթը քաղաքին։ Եվ կարծում եմ դա է ճիշտ մոտեցումը, այսինքն մասնագիտական այդ գիտելիքը ունեցող անձինք պետք է որոշեն, թե քաղաքաշինական առումով ինչպես պետք է զարգանա։ Իսկ ընդհանուր կոնցեպտ կա, ասենք օրինակ քաղաքի դիզայնի առումով, հաճաշակի առումով, օրինակ ինչպիսին պետք է լինի Երևանը, Հայաստանի մայրաքաղաքը, օրինակ այդ այգիները, զբոսայգիները ոնց պիտի կառուցվեն, կենտրոնը ոնց պիտի բարեկարգվի, ընդհանրապես ոնց ինչ դիմագծով պետք է ներկայանա Երևանը։ Օրինակ դու գիտեք, որ կա ուրբանիստիկա հասկացությունը, կան ուրբանիստներ, որոնք աշխատում են, որոնք ուսումնասիրում են քաղաքի պատմությունը, ճարտարապետության եւ այլն։ Եվ կան այդպիսի մարդիկ, որոնք մասնակից են դառնում, այսպես հարցնեմ, այս ամբողջ process-ին, քաղաքի զարգացման, քաղաքի դիմագիծը պահպանելու process-ին, կան այդպիսի մասնագետներ։ Իրականում այդպիսի մասնագետները միշտ մասնակից են հենց մեր ծրագրերին, այսինքն երբ որ մենք Երևան քաղաքում իրականացնում ենք որևէ այգու բարեկարգում, նախագծող ընկերությունները հիմնականում ունենում են հենց այդ տեսակ մասնագետներ։ Եվ խոսքը չի գնում միայն մեր ուժերով եւ մեր կարողություններով իրականացված ծրագրերի մասին, խոսքը գնում է տարբեր հատվածներում, Երևան քաղաքի տարբեր հատվածներում այգիների մասին, որոնք որ մենք մեր ուժերով վերադարձրել ենք քաղաքին, շատ մեծ պայքարների արդյունքում, դատական գործերի արդյունքում եւ այդտեղ իրականացնում ենք ծրագրեր նաեւ օտարերկրյա մասնագետներ ներգրավելով, ովքեր որ ունեցել են փորձ այդ տեսակ աշխատանքներ իրականացնելու։ Հիմա մենք Օղակաձև այգում ունենք նմանատիպ հատվածներ, կոնսերվատորիայի դիմացի այգում ենք նմանատիպ ծրագիր իրականացնելու եւ իրականում նաեւ այդ փորձը մենք կիրառում ենք մեր համապատասխան ստորաբաժանումներում, որոնք որ կլանում են այդ գիտելիքը եւ արդեն մեր ընդհանուր մասնագիտական, այսպես ասած, նաեւ հանրության հետ կարծիքների փոխանակման արդյունքում դառնում են ծրագրեր։ Երևան քաղաքում վերջին 3.5 տարվա ընթացքում մենք վերականգնել ենք մոտավորապես նոր, կարելի ասել, նոր ստեղծել ենք 60 հեկտար կանաչապատ տարածքներ։ Եվ սա իրականացվել է ամբողջը նաև ոռոգման համակարգերի ներդրմամբ։ Եվ այս ծավալի աշխատանքը մենք մի քանի անգամ ես իհարկե սա կրկնում եմ, բայց կարծում եմ ավելորդ չի լինի նորից կրկնել։ Այս 3.5 տարվա արված կանաչապատման աշխատանքների ծավալը ավելին է, քան դրան նախորդող 22 տարիներինը միասին վերցրած։ Այսինքն դրան նախորդող 22 տարիներին, եթե չեմ սխալվում, ընդհանուր առմամբ մի 42 հեկտար նոր կանաչապատ տարածք է ստեղծվել Երևանում։ Մենք շատ դեպքերում լսում ենք բողոքներ, որ ծառերը կտրվում են եւ ծառերը փոխարինվում են, բայց 99% դեպքերում մարդիկ նաեւ
չգիտեն պատճառը, թե ինչու են փոխարինվում այդ Որովհետև ծառերը։ կենսունակ չեն։ Մենք ունենք թեղի տեսակի ծառեր, որոնց կյանքը մոտավորապես 40-ից 50 տարի է։ Եվ այդ 40-50 տարին նրանց մեծ մասինը լրացել է եւ շատ դեպքերում նրանք ուղղակի տենց արդեն վտանգ են նույնիսկ ներկայացնում, այսինքն կարող են անկել, կտեսնենք տարբեր ուռուցքներ նրանց մեջ, փուչ են հիմնականում լինում։ Մենք այս վերջերս նաեւ մի հատուկ սարք ենք ձեռք բերել, ռեզիստոգրաֆը, որը հենց փողոցային պայմաններում մեզ տալիս է գնահատական, թե ինչ վիճակում է ծառը, թե ինչ կենսունակության մակարդակ ունի ծառը, եւ այդ սարքի օգտագործումը մենք գնահատում ենք ծառը փոխարինման ենթակա է թե ոչ, բայց եթե խոսում ենք թվերով, Երևան քաղաքում վերջին 3.5 տարում Երևանի քաղաքապետարանը իրականացրել է 60 հեկտար նոր կանաչապատ տարածքների ստեղծում իրենց ոռոգման համակարգերով, իրականում սա աննախադեպ ծավալ է։ Քիչ են, չէ՞, այգիները Երևանում, որոնք քաղաքապետ։ Ես չի ասի, որ քիչ են։ Երևանը կանաչ քաղաք է կամ շատ։ Ոչ, դեռևս չենք կարող համարել։ Մենք հասել ենք մեր այս վերջին 3.5 տարվա ընթացքում արված աշխատանքների արդյունքում մենք հասել ենք մեկ անձին ընկնող կանաչ 8 քառակուսի մետր կանաչ տարածքի սահմանաչափին եւ անցել ենք այդ սահմանաչափը, դա նվազագույն սահմանաչափ է, որը սահմանում է առողջապահական համաշխարհային կազմակերպությունը։ Մենք արդեն անցել ենք այդ սահմանաչափը, բայց ես չեմ կարծում, որ մենք պետք է նվազագույնով բավարարվենք եւ մենք շարունակում ենք վերադարձնել Երևան քաղաքում տարբեր այգիներ քաղաքին եւ այդ այգիները մաքսիմալ փորձում ենք ավելի կանաչապատ դարձնել եւ մարդկանց համար ավելի հարմար։ Եվ այս առումով կարծում եմ մենք արդեն շոշափելի արդյունքներ ունենք։ Պարոն Ավինյան, երևի արդեն գնանք քաղաքապետարան։ Շատ լավ։ Ինձ թվում է դուք շատ գործեր ունեք այսօր։ Ձեզ շատ չենք ուզում զբաղացնել, բայց մինչև հասնենք մենք էլի ժամանակ ունենք կզրուցենք։ Դուք շատ քաղաքներում եք եղել, չէ՞, պարոն Ավինյան։ Չգիտեմ, համեմատելու ամենայն դեպս ունեք հնարավորություն, որ քաղաքն է ձեզ շատ դուր եկել, որը ինչ որ առումով չափանիշային է դարձել ձեզ համար։ Որտեղ եք, որն է, ոնց ասեմ, օրինակելի, հա։ Իրականում շատ տարբեր քաղաքներ իրենց լավ կողմերը ունեն եւ ունեն նաեւ երևի թե համեմատաբար իրենց վատ կողմերը։ Եթե համեմատելու լինեմ, երևի ամենաօրինակելիներից մեկը Վիլնյուս քաղաքն էր, բավականին կոկիկ եւ ընդհանուր առմամբ այո, շատ տենց մաքուր, հաճելի տրամաբար, շատ հաճելի միջավայրով քաղաք է։ Եթե մի փոքր մեծ քաղաքների մասին խոսենք, երևի թե կազմակերպվածության առումով երևի թե Լոնդոնն է։ Իհարկե Լոնդոնը ինքը իրանով շատ ավելի խայտաբղետ է եւ բազմազան եւ բազմամշակույթ, քան Երևանը, եւ իր ենթակառուցվածքները շատ ավելի բարդ են եւ շատ ավելի ընդլայնված, բայց այնուամենայնիվ կազմակերպվածության առումով Լոնդոնը բավականին կազմակերպված քաղաք է։ Բայց լավ քաղաքի չափանիշները որոնք են, օրինակ։ Ես կարծում եմ մենք ուզում ենք որպեսզի Երևանը լինի մաքսիմալ հարմար մարդկանց համար։ Այսինքն մենք պետք է օրինակ գնահատենք մեզ մոտ Երևան քաղաքում մարդիկ ավելի շատ քայլում են, տրանսպորտից են օգտվում, թե ավտոմեքենա են նստում, որովհետև հարմար, այսինքն երթևեկելու համար, քայլելու համար, ապրելու համար, կոչենք դա ապրելու համար, որովհետև եթե մենք այդպես չվերաբերվենք, միայն երթևեկության մասին մտածենք, մենք կտեսնենք, որ օրինակ շատ մարդատար ավտոմեքենաներ ունենք, եկեք քաղաքը հարմարեցնենք մարդատար ավտոմեքենաների համար, բայց մարդկանց կյանքը դրանից ավելի հարմար չի դառնա։ Բայց նկատել եք, որ Երևանը հենց իր կոնցեպտում հետադրված է եղել, որ ինքը քայլելու քաղաք լինի, հարմար լինի քայլելու համար։ Ինձ թվում է Թամանյանը ունեցել է այդ կոնցեպտը։
Այո, եւ մենք օրինակ կան քաղաքներ, որտեղ հնարավոր Դուբայում հնարավոր չի քայլել։ Կան քաղաքներ, որոնք քայլելու համար չեն, բայց Երևանը իր կոնցեպտում ունի այդ։ Երևանում հետիոտնային այսպես ասած կողտրիկա այդ մարշրուտները վերականգնելը էականորեն ավելի հեշտ է, քան որևէ մեկ այլ մոդեռն քաղաքում, որովհետև այդ բոլոր նախադրյալները դրված են։ Եվ իրականում, եթե նկատում եք օրինակի համար տարբեր այդ մայթերի վերականգնման աշխատանքները, որ իրականացնում ենք, դու ստացվում է, որ ստացվեց, այսինքն դա հնարավոր էր փաստորեն։ Օրինակ Արամի փողոցում, չգիտեմ, մեր Մկրտչյան փողոցում, տարբեր հատվածներում քաղաքի, ոչ միայն կենտրոնում, բոլոր հատվածներում։ Մենք շատ մեծ շեշտ ենք դնում մարդկանց հարմարության վրա։ Մենք փորձում ենք վերադարձնել բակերը, կամ նույնիսկ այդ բակերը, շատ դեպքերում այդ բակերը երբևէ այդ մշակույթը չեն ունեցել հարևանների իրար հետ հավաքվելու, ինչ որ խոսելու, որովհետև գարաժապատված են եղել իրենց ամբողջ պատմության ընթացքում։ Այդ գարաժները վերացնում ենք, խաղահրապարակ ենք սարքում, ֆուտբոլի դաշտ ենք սարքում, մարդկանց համար նստելու տեղ ենք սարքում եւ կանաչապատում ենք։ Ստացվում է, որ հենց բուն մարդու համար այդ 10 ավտոմեքենայի ավտոտնակի փոխարեն 500-ից 1000 հոգի մարդ ունի հնարավորություն օգտվելու իր ընդհանուր բակային տարածքից։ Երեխաները ունեն հնարավորություն ֆուտբոլ խաղալ։ Երևանը նաև այդ բակային մշակույթն է ունեցել, չէ՞, որ պետք է պահպանել։ Եվ միգուցե մի 10 տարի հետո մենք ունենանք վերջապես ֆուտբոլային այն թիմը նաև այս ծրագրի հաշվին, որ այո, որով կհպարտանան։ Շատ հավես կլինի այդ միանշանակ, որովհետև այո, բակեր կա, որոնք զրկված էին այդ ֆուտբոլի դաշտերից։ Ես հիշում եմ այդ խորհրդային տարիներին, հիմնականում թաղամասերը ունեին մեծ խաղահրապարակներ, ֆուտբոլի դաշտ, բոլորը գալիս էին խաղում էին այդ բակային մրցումներն էին անցկացվում, իսկ հիմա դրա կարիքը առավել քան երբևէ կա, բայց այո, բակեր կա, որ չունեն այդ հնարավորությունը եւ քաղաքապետարանը Երևանը նաեւ այդ ճանապարհով է գնում, որ դրանք ազատ։ Միանշանակ։ Եվ մենք տարեկան 130-ին մոտ բակում այս աշխատանքը իրականացնում ենք։ Վերջին շրջայցը, որ մենք միասին անում ենք, Արաբկիր վարչական շրջանում էր, եւ Արտем ջան, դու չես տեսել, թե նախկինում այդ բակերը ինչ տեսք ունեին։ Օրինակ այդ նույն Քոչարի բակը, մեկինը տեսել եմ, ամբողջը գարաժապատված էր։ Հա, եւ երբ որ այդ մաքրվում է, դառնում է ֆուտբոլի դաշտ, կանաչ տարածք, խաղահրապարակ, ամբողջ տրամաբանությունը փոխվում է բակի։ Հենց այդ է, օրինակ եւ անշարժ գույքն է թանկանում, ասեմ, այդ բակերում։ Դե արդեն, որովհետեւ ավելի ցիվիլ է դառնում միջավայրը միանշանակ։ Էդ էլ էի ուզում ասել, որ օրինակ ինձ համար շատ Երևանը քայլելու քաղաք է, իր կոնցեպտը, ես դրա համար եմ շատ սիրում Երևանը ու ինձ հարազատ է, որ քայլելու քաղաք է, ինքը գողտրիկ է ինչ որ առումով եւ մեծացել է, բայց մեկ է, ինքը գողտրիկ է նաեւ, որտեղ դու չես կորում։ Երևանում հնարավոր չի կորել։ Այդ կոնցեպտն այնց է մտածված, որ դու միշտ գտնում ես, գալիս ես մի տեղ, հա, կենտրոն, այդ որտեղ դու հասկանում ես տրամաբանությունը, թե ոնց պիտի քայլես ուր գնաս, այդ բակային մշակույթն է։ Չեմ հարցնելու, դա աբսուրդ կլինի, թե սիրում եք Երևանը, թե չէ, բնականաբար սիրում եք շատ, բայց ինձ հետաքրքիր է, ինչ է ձեր համար Երևանը։ Օրինակ իմ համար այդ ինքը այդ կոնցեպտի մեջ է, իմ հիշողության մեջ, իմ տենց ասոցիացիաները արտնացնում ինքը։ Երևի թե ինձ համար հենց մեր իմ մանկության բակի կողքով ենք անցնում, մենք ժամանակ հենց հիմա այս բակում այստեղ եք ապրել, եւ այստեղ մի հատ բան ունեինք, ասֆալտի ֆուտբոլի դաշտ, բոլորս էինք ասֆալտի ֆուտբոլի դաշտի վրա բոլոր ծնկները վերքերով ամառների ընթացքում մենք տենց այդ վերքերը հավաքած գնում էինք տուն։ Բայց երևի Երևանը ընդհանուր առմամբ տենց մենք նույնիսկ փոքր տարիքում ես սովորել եմ Պուշկինի դպրոցում, այդ տրանսֆորմացիան կտրուկ ինչ որ որոշակի անկանոն տրանսֆորմացիա նույնիսկ փոքր տարիքում էինք նկատում։ Օրինակի համար, երբ որ Տերյան փողոցի մեր ֆուտբոլի դաշտի վրա շենք հայտնվեց։ Դա տենց շատ տենց
ցավոտ էր, տհաճ էր եւ իրականում դա տենց չէր կարելի, իրականում այս քաղաքի հետ այդպես չէր կարելի վարվել։ Բայց այդ process-ները իրականում շատ են եղել Երևան քաղաքում այդ ժամանակահատվածում։ Հիմա կարծում եմ մեր հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ հակառակ տրամաբանությունը վերադարձրել ենք եւ շարունակաբար այդ տրամաբանությունն ենք առաջ մղում, որ բակերը պետք է մնան բակերում չպետք է լինեն նոր կառուցապատումներ, խոշոր նամանավանդ, այսինքն այդտեղ պետք է լինեն բակային, այդտեղ պետք է լինի ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակ, մարդկանց հավաքվելու տեղը։ Եվ այդ բակային միջավայրերը տարբեր հատվածներում անելով մենք այս քաղաքի ընդհանուր միջավայրը կփոխենք։ Բայց դա տենց այդ այսպես ասած միայն բակերին չանդրադառնանք։ Իրականում քաղաքում շատ այլ բաներ են փոխվում, սկսած գովազդներից, երբ որ խոսեցինք լարերից, նաև պետք է խոսենք գովազդներից։ Եթե օրինակ հիշենք 5 տարի առաջ քաղաքում ինչ էր արտաքին տեսքը, շենքերի վրա մեծ ու փոքր տարատեսակ գովազդային վահանակներ, մեծ բիլբորդներ, մեր, չգիտեմ, Միասնիկյանի վրա տարբեր տենց են հիմնական մայրուղային փողոցներում, այսպես կոչենք, հիմա որ դրանք վերացել են, մենք կարող է արդեն սովորել ենք, մեր աչքը սովորել է, բայց հենց մի հատ մի կադր հետ գնանք ու այդ նորից վերադառնանք այդ պատկերներին, կտեսնենք, թե դա ինչքան տգեղ էր։ Եվ հիմա ինչքան ավելի տրամաբանական է եւ ավելի քաղաքային միջավայրի հետ համահունչ են, ինչ որ հիմա ենք տեսնում։ Այդ որ խաղում էիք դաշտում, ֆուտբոլ էիք խաղում, բակում, հայաթում, հա, ոնց էինք ասում, մենք պատկերացնում էիք, որ մի օր Երևանը ղեկավարելու եք։ Թե չի եղել տենց զգացողություն։ Անկեղծ ասած, այդ զգացողությունը այդ տարիքում չեմ ունեցել, վստահաբար, եւ այդ ժամանակ ավելի շատ մտածում էի սպորտի մասին, այն ժամանակ նաև շատ ինտենսիվ, այո, շատ երկար տարիներ թենիս էի պարապում, շատ սիրում էի այդ զբաղմունքը, հետո տենց մի օրում որոշեցի, որ այլևս էլ չեմ ուզում այդ սպորտը։ Հա չէ գալիս է մի հատ տենց բաղ սպորտ։ Որ եթե որոշել ես, հիաստափվում են թե ինչ որ մի բան լինում, հա, տենց միգուցե նաև հոգնում ես, ինչ որ կերպ։ Երևի դե այդ սպորտը հետևողականություն է միանշանակ պահանջում, չպետք է ինչ որ պահի կոտրվեց կամ հիաստափվեց։ Լավ, այդ սպորտի թեմային էլ դեռ կանդրադառնանք, հիմա որ գալիս եք աշխատանքի կամ սիրում եք վարել, ինչքան հասկացա, դուք ինքներդ վարել։ Արդեն որ նայում եք քաղաքին, Երևանցու աչքով եք մենակ նայում, թե արդեն քաղաքապետի աչքով եք միայն բացառապես նայում։ Չեմ կարող ոչ քաղաքապետի եւ քաղաքապետարանի տեսանկյունից նայել, այսինքն ոչ քաղաքապետ։ Ոչ, այսինքն չեմ կարող այդ տեսանկյունից չնայել, որովհետեւ արդեն ես գիտեմ մոտավորապես թե ինչ է կատարվում գետնի տակ, այս լարերի հետ, ասֆալտի հետ, այսինքն ուզեմ թե չուզեմ, ես պետք է անընդհատ ֆիքսեմ տարատեսակ խնդիրներ, որոնք որ մենք պետք է եւ պարտավոր ենք լուծել, այսինքն ու տենց խնդիրներ ֆիքսում եք գրեթե ամեն օր որ գալիս եք ռեժիմով եք ամեն օր տեսեք օրինակ էս մեր այս գծերը մենք դրան էլ պետք է անդրադառնանք, բայց պարոն քաղաքապետ, ես առաջարկում եմ, որ մենք այս զբոսանքը, մեր քաղաքապետի հետ զբոսանքը շարունակական դարձնենք։ Ու շատ հետաքրքիր է այս ֆորմատը, եթե մենք վարենք, ընթացքում խոսենք տարբեր թեմաների մասին, խնդիրների մասին, հիմա մենք արդեն հասնում ենք քաղաքապետարան, ավարտում ենք, բայց շարունակական ենք դարձնում ես։ Ու դեռ շատ թեմաներ կա անդրադառնալու, միանշանակ խոսելու ենք նաև այդ քաղաքի նաև մշակույթին ենք անդրադառնալու, մանկապարտեզներին, դպրոցներին եւ այլն, շատ թեմաներ կան իրականում, ու նաև հասցեական ենք խոսելու, այս զբոսանքի ընթացքում գնալու ենք եւ ինչ որ բան ֆիքսելու ենք, որը արդեն արվել է կամ չի արվել, կամ որը թերի է արվել։ Նաև մարդկանց ներկայացնելու թե ինչ ենք անում, ինչի համար ենք պատասխանատու, ինչի համար պատասխանատու չենք, ըստ շատերը չգիտեն նույնիսկ թե իրականում Երևանի քաղաքապետարանի պատասխանատվության զոնան որն է։ Եվ շատ դեպքերում այս ֆորմատով կարծում եմ մենք նաև կարող ենք տեղեկացնել թե ինչ աշխատանքներ ենք անում։ Եվ որպես վերջին հարց, դուք ինչ հետք եք ուզում թողնել որպես քաղաքապետ։
Ես ուզում եմ, որ նվազագույնը մեր թիմի արված աշխատանքից հետո մարդիկ ասեն, որ այս շրջանում այո Երևան քաղաքը դարձել է ավելի հարմար մեզ համար։